ԱՄՆ նոր վարչակազմը վերադարձել է մեծ եղեռն ձևակերպմանը։ Ապրիլ 24-յան իր ուղերձում երեկ ԱՄՆ նախագահ Թրամփը չօգտագործեց հայոց ցեղասպանություն եզրույթը, նախընտրելով մեծ եղեռն տերմինը, այսօր X-ի գրառման մեջ պետքարտուղար Ռուբիոն։ Այսօր մենք ոգեկոչում ենք մեծ եղեռնը եւ հարգում 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկի ընթացքում տառապած հրաշալի հոգիների հիշատակը։ 1915 թվականից սկսած 1.5 միլիոն հայեր աքսորվեցին եւ մահվան երթի դուրս եկան Օսմանյան կայսրության վերջին տարիներին։ Այսօր մենք ականատեսն ենք ողբերգությանը դեմ հանդիման հայտնված հայ ժողովրդի ամրությանն ու տոկունությանը։ Թե Թրամփը, թե Ռուբիոն տարածաշրջանային կայունությանն աջակցելու պատրաստակամություն հայտնեցին, ԱՄՆ նախագահը նաև պնդել է անհամբերեն շարունակելու նախորդ վարչակազմի օրոք Հայաստանի հետ հաստատված ռազմավարական գործընկերությունը։ Շուրջ 3 տասնյակ պետությունների ու միջազգային կառույցների շարքում Միացյալ Նահանգները հայոց ցեղասպանությունը ճանաչել է թե նախագահի, թե կոնգրեսի զույգ պալատների մակարդակով։ Ջո Բայդենը նախագահության ողջ շրջանում 2021 թվականից սկսած իր ապրիլ 24-յան ուղերձներում գործածել է հենց հայոց ցեղասպանություն տերմինը։ Նախագահ Թրամփի նահանջը հայոց ցեղասպանության ճանաչումից խայտառակ արտոնություն է թուրքական սպառնալիքներին, քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի շարունակական ցեղասպանական ագրեսիան կանխելու պատասխանատվության ամոթալի չեղարկում, հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Եթե Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, կառույցի ղեկավարն էլ այն ճշմարտությունից միտումնավոր նահանջ որակել, Ամերիկայի հայկական համագումարը հայտարարությամբ կարծիք է հայտնել ապրիլի 24-ի նախագահի հայտարարությունը չի ենթադրում ԱՄՆ քաղաքականության փոփոխություն։ Թրամփն իր նախորդների նման ըստ հայտարարության օգտագործել է ցեղասպանության բառարանային այլ սահմանում։ Կովկասյան թեման ըստ Թրամփի վարչակազմի համար գոնե առայժմ չի ներկայացնում այն հետաքրքրությունը եւ այն նշանակությունը, որ ուներ Բայդենի վարչակազմի համար։ Առաջնահերթություններն են փոխվել։ ԱՄՆ նոր վարչակազմի հայտարարություններն այսպես է բացատրում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Թրամփն ի դեպ մեկ անգամ չի ասել, որ Թուրքիայի նախագահի հետ հրաշալի հարաբերություններ ունի։ Մենք տեսնում ենք, որ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի հետ գործարքի տրամաբանությամբ է առաջնորդվում եւ փորձում է ինչ-որ բաներ պայմանավորվել, սա փոխում է նաեւ վերաբերմունքը Կովկասի հանդեպ, գոնե այս ժամանակահատվածում, եւ հետեւաբար նաեւ առաջնահերթությունների փոփոխությունը մենք տեսնում ենք հայոց ցեղասպանության վերաբերյալ այս եզրույթի օգտագործումից վերջ մնալու առումով։ Հակոբ Բադալյանը նույն Թրամփի պաշտոնավարումից հետո միջազգային հարաբերություններում առաջնահերթությունների փոփոխության համատեքստում է դիտարկում նաև Հայաստանում Եվրամիության առաքելության սոցցանցի էջում ցեղասպանություն բառի խմբագրումը։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցից լուսանկարներին կից այժմ գրված է. հարգանքի տուրք 1915-23 թվականներին զոհված հայերի հիշատակին, այնինչ մինչ այդ ցեղասպանության զոհերի հիշատակ էր։ Առաքելությունից այսօր հրաժարվեցին մեկնաբանել բառերի փոփոխությունը։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպան, Եվրամիությունը մեղմ ասած գոհ չէ ամերիկա-ռուսական երկխոսության ընթացքից եւ այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգները կարող է պայմանավորվել Ռուսաստանի հետ, եւ այս համատեքստում Եվրամիության համար բավական բարձրանում է Թուրքիայի նշանակությունը։ Եվ ես կարծում եմ, այստեղ խնդիրը հենց դա է, այսինքն ավելորդ առիթ չտալ Թուրքիայի ինչ որ սուր արձագանքի Թուրքիայի հետ հարաբերություններում թեկուզ փոքր կամ որևէ դրամաչափի ինչ որ լարվածության։ Թուրքիան հերքում է հայոց ցեղասպանությունը։ Պոլսահայերին հղած իր ուղերձում նախագահ Էրդողանը 3-20-րդ դարասկզբի իրադարձությունների պատճառ դիվերսիան ու համաճարակներ համարել։ Կարծիք էր հայտնել, թե չկամները փորձելով պատմությունից թշնամանք ստեղծել չեն հասել իրենց նպատակներին։ Թե մասնավորապես ում նկատի ուներ, չի մանրամասնել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի իշխանություններն այլևս չեն համարում արտաքին քաղաքականության առաջնահերթություն։